Հոկտեմբերի 4-ին Աթոնելի պալատի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված 15 անձանցից 8-ը կստորագրեն մեղքի խոստովանության համաձայնություն։ Վերոնշյալ անձիկ խոստովանել են իրենց մեղքը եւ անհերքելի դարձրել ապացույցները։ Դատախազությունը կստորագրի մեղքի խոստովանության համաձայնություն նրանց համար 3 տարվա պայմանական ազատազրկմամբ։ Մնացած անձիկ այսօրվա դատական նիստում հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց մեղքը եւ որ հոկտեմբերի 4-ին պաշտպանել են Վրաստանի շահերը եւ շարունակելու են պայքարը մինչեւ վերջ։ Մեստիայի մունիցիպալիտետում անցկացված խուզարկությունների արդյունքում ներքին գործերի նախարարության աշխատակիցները որպես ապացույց լրացուցիչ առևանգել են 47 մայներ։ Հետաքննությամբ պարզվել է, որ այդ սարքերի միջոցով տեղացիները համակարգված կերպով թվային արժույթ էին արտադրում եւ ապօրինի կերպով մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էին սպառնում։ Հանցագործությունը նախատեսում է 3 տարի ժամկետով ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի եւ Վրաստանի գլխավոր դատախազության աշխատակիցները ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ ստորագրված համատեղ հայտարարության շրջանակներում հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ սերտ երկկողմանի համակարգման արդյունքում ձերբակալել են 1 անձի, որը միջազգային հետախուզման մեջ էր տարբեր ծանր հանցագործությունների համար։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նշված անձին ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը արձագանքել է Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ արած Մարկ Ռուբիոյի հայտարարությանը։ Պարզվել է, որ Վրաստանը աշխատում է Միացյալ Նահանգների հետ երկրների վերականգնված հարաբերությունների բովանդակության վրա։ Մակա Բոճորիշվիլիի խոսքով խրախուսական է անվանել պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լադաուի ուղերձները եւ նշել, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Թբիլիսիում դեռևս գնահատում են Մարկո Ռուբիոյի հայտարարությունը ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ։ Ընդդիմության մեջ ոմանք ունեն հռետորական սպասումներ, բայց վրացական երազանքում ասում են, որ սա ցույց է տալիս, որ հնարավոր է խոսել դրական, փոխշահավետ օրակարգի մասին։ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք ցույց են տալիս, որ նրանք ցանկանում են բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մարկո Ռուբիոն խոսել է Վրաստանի մասին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջև իր ցուցմունքի ժամանակ պատասխանելով կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցին։ Նա խոսելով նրա խոսքով Վրաստանի կառավարությանը պարզաբանել է, թե ինչ է անհրաժեշտ անել հարաբերությունները բարելավելու համար եւ ստացել է որոշ դրական արձագանքներ կառավարության կողմից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Վրաստանի օկուպացված շրջաններից ներքին տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձև։ Նստաշրջանում վրացական բանաձևին աջակցեց 107 երկիր։ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն իր ելույթում նշեց, որ բանաձևի նախագծի հիմնական նպատակն է քննարկել էթնիկ զտումների հետևանքով իրենց տները լքած փախստականների եւ ներքին տեղահանված անձանց դժվարին մարդասիրական վիճակը։ Արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել աջակցողներին։ Մշակույթի կոմիտեն քննարկեց եւ աջակցեց հանրային հեռարձակողի 2025 թվականի զեկույցին։ Փաստաթուղթը պատգամավորներին ներկայացրեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն։ Նա կենտրոնացավ նոր շենքում հեռարձակման լիարժեք գործունեության, առաջին ալիքի խոշոր նախագծերի, այդ թվում մանկական եվրատեսիլ երգի մրցույթը ամենաբարձր մակարդակով անցկացնելու փաստի եւ մոտ ապագայում նախատեսված նորարարությունների վրա։ Նրա խոսքով քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ առաջին ալիքով կհեռարձակվի հաղորդումների շարք եւ կմեկնարկի կարևոր նախագիծ պաշտպանված տարածքների եւ առողջ ապրելակերպի տարածման համար։ Մշակույթի կոմիտեի նիստում Վասիլ Մաղլափերիձեն նաեւ բացատրեց այն պատճառները, թե ինչու հանրային հեռարձակողը չի կարող ցուցադրել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահի զեկույցից հետո նիստը շարունակվեց հարց ու պատասխանի ռեժիմով։ Պատգամավորները հիմնականում հետաքրքրված էին հանրային հեռարձակողի մշակութային եւ կրթական նախագծերով։
Թբիլիսիի կայուն զարգացման 16-րդ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում Պարագրաֆ հյուրանոցում անցկացնում էին տարբեր թեմաներով վահանակային նիստեր։ Նիստերի առանցքայնում են խաղաղության դերը կայուն ապագայի զարգացման գործում, խոշոր հիդրոէլեկտրակայանների դերը էներգետիկ անկախության, ժողովրդավարության միգրացիայի, քաղաքական ինքնիշխանության հարցը եւ այլն։ Ֆորումը կփորձի ժամանակակից մոտեցումների և նոր գաղափարների փոխանակման արդյունավետ հարթակ լինել։ Ֆորումը միավորում է մոտ 1000 հյուր, դիվանագետ և փորձագետ 20 երկրներից։ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակներում Մայրենի լեզվի այգում անցկացվում է բազմազան կրթական և զվարճալի միջոցառումներ։ Տեղում ներկայացված են տարբեր թեմատիկ տարածքներ, որտեղ մասնակիցները մասնակցում են բնապահպանական վիկտորինաների։ Կազմակերպվում է բնության թեմայով նկարների և լուսանկարների ցուցահանդես։ Մայրենի լեզվի այգում երեխաներին զվարճացնում են անիմատորները։ Գործակալության «Ես պաշտպանում եմ իմ երկրի բնությունը» էկոկրթական նախագծի հաղթողները արդեն պարգևատրվել են։ Նրանց հանձնվել են վկայականներ և խորհրդանշական նվերներ։ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա 2026 թվականի կարգախոսն է «Բնությունից ոգեշնչված հանուն կլիմայի և ապագայի»։